Ուզում եմ մի վկայություն պատմեմ մեր կյանքից։ Երբ որ մեր միջնեկ բալիկը ծնվեց, իրես ինքը ծնվեց սրտի արատով։ Քանի որ բալիկը 3 օրական էր, սրտիկը շատ փոքր էր, ու բժիշկը ասեց, որ վիրահատություն չենք կարող անենք։ Տարեք 3 ամիս պահեք, հոգ տարեք, որ շուրթերը չկապտի, երկար չլացի, ինքնաթիռ չնստի, երկար ճանապարհ չգնա։ 3 ամիս հետո մի փոքր սրտիկը կմեծանա, որ կարողանանք վիրահատություն անենք։ Ու գիտես, իհարկե եկանք ու երեխան հենց լացում էր, միանգամից թաթիկներն ու ոտքերը սառում էին, շուրթերը կապտում էր։ Օդի անբավարարությունից այս սրտի այդ սխալ աշխատելու պատճառով միանգամից կապտում էր շուրթերը։ Ու գիտես, մենք հետևում էինք, ամեն 15 օրը մեկ գնում էինք բժշկի, պոլիկլինիկա, բժիշկը նորից ստուգում էր, ասում էր, հա, խնդիրը կա, ձայնը լսվում է։ Հաջորդ 15 օրը նորից գնում էինք, հա, խնդիրը կա, ձայնը լսվում է։ Ու գիտես, համարյա մոտ 2 ամիս էր անցել։ Իսկ այդ ամիսների ընթացքում ամեն անգամ, երբ որ մենք երեխային կամ կլողացնեինք, կամ պամպերս կփոխեինք, ամեն անգամ ես վերցնում էի օծման յուղը, սրտիկը յուղով օծում էի ու ասում էի, Տեր իմ Աստված, շնորհակալ եմ քո հրաշքի համար։ Շնորհակալ եմ քո բժշկության համար։ Գիտես, մենք աղոթում էինք, Տեր իմ Աստված, ես դեմ չեմ բժշկությանը։ Մենք ընդունում ենք բժիշկներին այդ գիտությունը, որ դու իմաստություն խելք ես տվել, որ այդ դեղերը անեն, որ այդ գիտությունն ունենան, բայց ես ասեմ, Տեր, շնորհակալ եմ, որ իմ երեխուն դու հրաշքով բժշկում ես։ Ու գիտես, 2 ամիս մոտավորապես անցել էր։ Մենք գնացինք հերթական անգամ պոլիկլինիկա ու երեխան այնքան ախորժակով էր այդ սոսկեն ուտում ու մենք նկատել ենք, որ լացումը այլ ձեռքերը չի սառչում, այլ շուրթերը չի կապտում։ Գնացինք բժիշկը ստուգում է պոլիկլինիկայի ու ասում է, չէ, ասում է, ձայն չեմ լսում, երևի սոսկեն է խանգարում, հələ հանեք։ Սոսկեն հանեցինք, ինքը էլի ստուգում, ասա, չէ, ձայն չեմ լսում։ Եկեք գնանք գլխավորի մոտ։ Գնում են գլխավորի մոտ, գլխավորը թղթերը նայում է, լսում է այդ բժշկին, լսում է երեխային, ասում է, բան չկա, ինչ եք ուզում այս երեխուց, տարեք։ Գիտես, ուժեղը ինչումն էր, երբ որ 3 ամիսը լրացավ, մենք արդեն գնացինք այն բժշկի մոտ, ով որ վիրահատությունը նշանակել էր։ Ինքը բացեց դարակը երեխայի անուն ազգանունով, որտեղ կար հին ձայնագրությունը 3 ամիս առաջվա։ Հիմա երեխան կենթանի պարկած այդ ապարատով նայում է, այստեղ հին զապիսն է նայում, այստեղ նորը, այստեղ հինը, այստեղ նորը, այստեղ հինը։ Ու նայում է ինձի, ասում է, տղա ջան, նայ, ստեղ կա, ստեղ չկա, ստեղ կա, ստեղ չկա։ Ես էլ չեմ հասկանում այդ սև դեթ բժիշկները գիտեն, չէ՞, ռենտգենի էկրանները սև, այնտեղ ինչ որ բաներ է։ Ես էլ Արմենի հետ կանգնած ենք, նայում, ժպտում ենք, ասում ենք, հա, ասում ենք, Աստված հրաշք է արել, մենք աղոթում ենք։ Ես փառք մեր սքանչելի Տիրոջը նայեց դեմքիս ու ասեց, տղա ջան, քո Աստված մեծ է, երեխան առողջ է։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։